իշխանական վերնախավի մեջ կան այսպես մեր կողմից կոչված, որ բոլորս մեր հասարակությունը կոչում է իրենց փոքրիկ խմբակի մեջ, կան Ռուսաստանում կրթություն ստացած շատ մարդիկ տարիներով, կա Թուրքիայում կրթություն ստացած մարդ, որ ինձ ուղղակի հոգեվիճակը ես չեմ հասկանում, թե մարդ ինչ պայմաններում է որոշել գնալ Թուրքիայում կրթություն ստանա, երբ որ ես այսքան տարվա մեջ ինձ չեմ կարող ստիպել գնամ իմ նախնիների հողը, օրինակ Թուրքիա մուշ, տեսնեմ իմ նախնիների հողը։ Չեմ կարող, 35 տարեկան եմ արդեն, ինչպես են իրեն կարողացել, ինչ սրտով գնալ այնտեղ կրթություն ստանալ, չգիտեմ։ Կարող է ինչ-որ ազգանվեր առաքելություն կատարելու համար, հնարավոր է, չեմ բացառում, հաշվի առնելով, թե ում որդին է այդ անձը, բայց ռուսական կրթություն ստացած, 4-5 տարի Ռուսաստանում ապրած, շատ մարդիկ կան այնտեղ։ Ինձ թվում է, գիտեք, որ մասնակի ունեմ նաև արևմտյան կրթություն, ինձ թվում է, որ եթե այդ ճանապարհով գնանք, շատ տեղերից շատ բաներ դուրս կգա, եւ նաև Հայաստանը ուղիղ ապրում է, որոշ քայլեր արվում են Թուրքիայի կողմից Հայաստանի հետ բանակցող քլեչի հետ բանակցության արդյունքում, թե բանակցություն է, թե ցույցում է, ժամանակը ցույց կտա, փաստաթղթերը ցույց կտան։ Երբ մենք խոսում ենք գործակալներից, մենք ունենք մտավախություն, որ մեր երկրում կա գործակալներ։ Մի հարց տամ բոլորիդ։ Նկատել եք, որ մի քանի տարի ադրբեջանական գործակալ մեր երկրում չի բռնում։ Չկա գործակալ ադրբեջանական Հայաստանում։ Բրծան։ Ինչպես միշտ Վահեն, շատ կարևոր բան է։ Արդյոք հայկական ազգային անվտանգության ծառայությունը ադրբեջանական գործակալ վերջի 1-2 տարում բռնել է, թե չէ։ Ինչի մասին է խոսքը։